Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Չէ, այս մեղադրանքով, այս հիմնավոր կասկածով մենք ոչինչ չգիտենք, իդեպ ասեմ, որ պարզվում է այս քանի օրերի ընթացքում նաև այնքան հրահանգը ուժեղ է եղել, որ ուզեցել են անպայման այնպիսի մի հիմնավոր կասկած ստեղծել են 21 հոգանոց քննչական խումբ։ Այսինքն այս պետության մեր մեջ այնքան կոռուպցիա կա, որի մասին ես ամեն օր ահազանգում եմ, հաղորդումներ եմ տալիս հակակոռուպցիոն կոմիտեին, այդ հակակոռուպցիոն կոմիտեն չի զբաղվում, ընդհուպ մինչև կոռուպցիա, որը հասցրել է մարդու մահվան, այդ մասին անընդհատ գրում եմ կեղծիքների, կոռուպցիայի, գումարների եւ այլի մասին, ոչ մի գործընթաց, ոչ մի քննչական խումբ չի ստեղծվում, բայց այս գործով, այս որ սենց ջրվում է, այս գործով ստեղծվել է հոկտեմբեր ամսին, այսինքն այդ հրահանգից հետո ամսի 1-ի հոկտեմբերից հետո 21 հոգանոց քննչական խումբ, այդ ինչ էին հայտնաբերել, այդ ինչ կոռուպցիա էին ուզում հայտնաբերել, որը գոյություն չունի, այսինքն այդ ինչ կոռուպցիա պետք է հայտնաբերեիք Գյումրիում, այն էլ Գյումրին, որը այդքան տուժել էր եւ այսօր էլ շարունակում է տուժել, հիմա տեսեք մի հատ էլ ցույց տվեք, էլի զորքեր են բերել մեր գումարների հաշվին, որն է սրա հիմնավորումը, օրինակ ոստիկանական զորքը, որ բերել էին եւ Գյումրիի քաղաքապետարան եւ այստեղ։ Տիկին Փոստանջան, այսինքն մյուս 8 մեղադրյալներին, մյուս 7-ին, այսինքն կալանքի միջնորդություն չի ներկայացվել, նրանց մասին որևէ տեղեկություն։ Ես չունեմ տեղեկություն, թե ում մասին ինչ միջնորդություն է ներկայացվել, ինչ է արվել, ես տեղյակ չեմ, նույն ճարտարապետը ինչ կարգավիճակով է հիմա գտնվում, այսինքն հիմա տեսեք մեղադրանքը իրենք այստեղ նշում են մի վարքյան, չէ, այստեղ չի գրված այստեղ թրջվեց այստեղ Չէ, իմ ձեռքի տակ հիմա չկա այդ մեղադրանքի որոշումները մյուս պաշտպանի մոտ են, համենայն դեպս իրեն մեղադրում են իբրև թե այդ առաջարկել է իբրև թե իրեն կաշառք տրամադրեն, այս է, այսինքն դուք պատկերացնում եք, այն է ում կներեք բաց համեմատությանս համար իր հիմնարկում ենթակա ինչ-որ մի կներեք հավաքարարի ինչ-որ կարգավիճակում ունեցող մեկին պետք է ասի, որ գիտես ինչ, ես առաջարկում եմ, որ ինձ կաշառք առաջարկեն։ Սա աբսուրդային մի, չգիտեմ ոնց բացատրեմ, ու այսպես էլ արվում են, այսինքն տեսեք, չկա ոչ մի, մեզ չի ներկայացվել ոչ մի ձայնագրություն, մեզ ներկայացվել են ուղղակի կծկտուր, սեղմագրեր, ինչ որ տեղերից վերցրած, որտեղ չկա այդ խոսակցությունը, որ ինձ կաշառք կտաս, կամ ես ասում եմ ինձ կաշառք տուր, կամ այսքան կաշառք կտակ, վերցրած են ինչ-որ խոսակցություններ և դա քննիչը մեկնաբանում է որպես կաշառքի այդ գործողություններ, այսինքն քննիչի մեկնաբանությունն է։ Հիմա դատարանը, եթե դա գտնում է որպես հիմնավոր կասկած այս ապօրինությունների մեջ, ակնհայտ է, որ դատական ակտը ապօրինի է և ենթակա է նաև, այո, ոչ միայն բողոքարկման, բեկանման։